Տիկին Փոստանյան, կասեք ձեր կարծիքը ձեր ներկայացնած միջնորդությունը մերժվելու վերաբերյալ։ Նախ ասեմ, որ ըստ էության շարունակվում է այն մոտեցումը, որ պարոն Ղուկասյանին չեն տրամադրում պահանջվող բժշկական օգնությունը եւ այդ բացի թողի վիճակը խրախուսվում է ըստ էության տարբեր կողմերից, այդ թվում այս պահի դրությամբ մերժումը հենց դրա մասին է խոսում։ Այսինքն, անկախ նրանից դատարանը գիտի, թե չգիտի, դատարանը գիտի, որովհետև այս դատարանում է ամսի 19-ին արձանագրվել դեպքը։ Այսինքն, այդ կրիզիսները, որը արձանագրվել են 2 անգամ, երկուսից մեկը արձանագրվել է մասնավորապես այս դատարանում եւ այդ մասին դատավորը տեղյակ է եղել եւ ինքն է ընթերցել այդ կրիզիսի վերաբերյալ տվյալը։ Հիմա եւ այդ կրիզիսը արձանագրող բժիշկը ասել է հոսպիտալացում, բայց այդ օրվանից հետո պարոն Ղուկասյանին չեն հոսպիտալացրել։ Հիմա կարող ենք ասել, որ դատարանը դրսևորում է անգործություն եւ սա ունի հատուկ նպատակ։ Իսկ երկրորդ միջնորդությունը նշանակել կրկնակի փորձաքննություն, դա էլ հետաձգեցին, այսինքն ամեն մի օրը նշանակություն ունի իրենց համար եւ հետաձգվեց, քանի որ չգիտեր ինչ աներ այդ միջնորդության հետ։ Այսքանը կարող եմ ասել։ Այն, որ դատարանը չի դրսևորում այն պատշաճ արդարադատության դիմագիծը, դա կարծում եմ արտաքին դիտորդի համար հասկանալի է։ Ինձ համար էլ նույնպես հասկանալի է, իհարկե այս բոլոր գործողությունները, որոշումները մենք բողոքարկելու ենք։